Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բուլվարային թաղամասը Մուշ 2 թաղամասին միացնող ճանապարհի շինարարությանը, Մուշ 2-ում բնակելի շենքերի կառուցմանն ու նորակառույց դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով։ Ինչպես նշում են բնակիչները, Բուլվարային թաղամասում 20 տարի շարունակ անբարեկարգ ճանապարհը բազում խնդիրների առաջ է կանգնեցրել այս թաղամասի բնակիչներին։ 23 տարի շարունակ Բուլվարային թաղամասում ապրող բնակիչները թաղամասում գտնվող դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական հանրույթը միշտ դժվարացել է հասնել դպրոց։ Թաղամասի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո վարչապետն այցելեց Մուշ 2 թաղամաս, որտեղ իր իսկ ձեռքով ծարտնկելուց հետո ծանոթացավ նորակառույց բնակարանների ներքին հարդարման աշխատանքներին։ Այնուհետև Տիգրան Սարգսյանը հետևեց դպրոցի շինարարական աշխատանքներին։ Դպրոցի կառուցման աշխատանքներն իրականացվում են կրթական օբյեկտների շինարարության Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների հաշվին։ Դպրոցն ունի 1080 աշակերտական տեղ։ Ըստ հաստատված ժամանակացույցի աշխատանքների վերջնաժամկետը սահմանված է սույն թվականի օգոստոսի 10-ը։ Կառուցվող 1756 բնակարաններից 585 բնակարաններն արդեն իսկ բաշխվել են, իսկ լուծում պահանջող մոտ 420 ընտանիքների բնակարանային խնդիրը իր լուծումը կստանա 2012 թվականին սկիզբ առնող լրացուցիչ կառուցվելիք բնակարանների հատկացմամբ։ Կարծում եմ մենք մինչև սեպտեմբեր ամիս կարող ենք հստակ իմանալ, թե որ բազմաբնակարան շենքում քանի 1, 2, 3, 4 սենյականոց բնակարաններ ենք ունենալու։ Անգին Խաչատրյան, Արտյոմ Ադամյան, Էպիկենտրոն, Շիրակ։